Սիրելիներ, մինչ պիտի գանք և պիտի ընթերցենք Տիրոջ խոսքից խաչելության հատվածը, որ վերցված է Ղուկաս ավետարանից, ուզում եմ այս օրը մեր երգերից վերաքաղ անելով, մեր երգերից նայելով, տեսնել, թե խաչը որքան կարևորություն ունի մեր քրիստոնեական կյանքի մեջ, որքան խաչի վրայից ասելիք կա, որ մեզ է ուղված։ Խաչը, որ ժամանակի համար մահվան գործիք էր, այսօր դարձել է այն փրկության խորհրդանիշ։ Բայց միևնույն ժամանակ այնտեղ մնում է սարսափեցնող, որովհետև այնտեղ, երբ մեր աչքերը գցում ենք, այնտեղ Աստված մարմին առած մեռավ։ Ոչ միայն այդ մարմինը մահացավ, այլ կարծես, թե այդ մարմնի մեջ ամբողջ աշխարհի մեղքը իր մեջ վերցրված մեղքը մահացավ և այդ հաղթությունը եղավ։ Խաչի խորհուրդը միայն նայել զգացողական կամ զգացմունքով կամ էլ պատմական վերլուծություններով մի քիչ տրամաբանական չեմ ուզում ասել, որ չէ, բայց ավելի այն կողմն էլ կա, ավելի այն կողմը այն տեսանելի է հավատքի ու սրտի խոնարհության մեջ, երբ կարողանում ես խաչը հավատքիդ մեջ և սրտիդ խոնարհության մեջ դիտարկել։ Եկեք նայենք խաչին, բայց մինչ այդ խաչելության պատմությունը վերհիշենք միասին։ Ինչու եմ ասում վերհիշենք, որովհետև գիտեմ, թե բոլորդ ամբողջ դրվագները կարող եք շատ անգամ բեմականացված պատմել, հուզվել, արտահայտել մեր հուզումը, այո, իրավունք ունենք։ Եթե Տերը մեր Տերն է, եթե Տերը մեր փրկիչն է, մեր ստեղծողն է ու մենք սիրում ենք նրան, մենք այսօր էլ չենք կարող այդ տեսարանին անտարբեր նայել։ Հատվածը, որ պիտի ընթերցեմ, Ղուկաս ավետարան 23-րդ գլխի 26-ից 46 համարներն են։ Եկեք լսենք Տիրոջ խոսքը։ Եվ երբ նրան տանում են, Սիմոն Կյուրենացի անունով մեկին բռնեցին, որ արտից էր գալիս։ Խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Նրա հետևից ժողովրդի և կանանց մեծ բազմություն էր գնում, որոնք կոծում ու ողբում էին նրան։ Հիսուս դարձավ նրանց ու ասաց. Երուսաղեմի դուստրեր, ինձ վրա լաց մի եղեք, այլ ձեզ և ձեր զավակների վրա լաց եղեք, որովհետև ահա օրեր կգան, երբ կասեն, երանի ամուլներին ու այն որովայներին, որոնք չծնեցին, և այն ստիկներին, որոնք չծնեցին, այն ժամանակ կսկսեն լեռներին ասել, մեզ վրա ընկեք ու բլուրներին ծածկեք մեզ, որովհետև եթե դալար փայտին են այդպես անում, ապա չորին ինչ կլինի։ Ուրիշ երկու չարագործներ են տանում, որպեսզի նրա հետ սպանեն։ Եվ երբ այնտեղ եկան, որ գագաթ էր կոչվում, այնտեղ նրան խաչեցին, և չարագործներին էլ, մեկին աջ կողմը և մյուսին ձախ կողմը։ Հիսուսն ասաց. Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. ուրիշներին փրկես, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը, Աստծու ընտրյալը։ Զինվորներն էին նրան ծաղրում, մոտ գալով նրան քացախ էին տալիս ու ասում. եթե հրեաների թագավորը դու ես, ինքդ քեզ փրկիր։ Նրա վերևում մի գիր կար հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով. այս է հրեաների թագավորը։ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ և մեզ։ Իսկ մյուսը պատասխանեց նրան հանդիմանելով ու ասաց. Աստծուց չես վախենում դու, որ նույն պատիժն ես կրում։ Մեզ համար արդարացի է,
քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար։ Իսկ սա ոչ մի վատ բան չի արել։ Եվ Հիսուսին ասաց. Տեր, հիշիր ինձ, երբ քո թագավորությամբ դգաս։ Եվ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ 6-րդ ժամի մոտ էր, եւ ամբողջ երկրի վրա խավար եղավ, եւ մինչեւ 9-րդ ժամը, եւ արեգակը խավարեց ու տաճարի վարագույրը մեջտեղից պատրվեց։ Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. Հայր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում։ Այս ասելով հոգին ավանդեց։ Ամեն Աստծո խոսքին։ Սիրելիներ, խաչը աստվածային արդարության եւ սիրո հանդիպման կետն է։ Աստված արդար է։ Մեղքը պահանջում է դատաստան։ Մեղքը պահանջում է, որ դատ լինի, բայց նա նաև սեր է։ Նա չի ընտրում արդարությունը սիրո հաշվին, ոչ էլ սերը արդարության հաշվին։ Խաչի վրա հանդիպում են այս երկուսը։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 3-րդ գլխի 25-26 համարներում գրում է. Նրան Աստված սահմանեց իբրև քավություն, նրա այրամբ հավատքի միջոցով, որպեսզի ցույց տա իր արդարությունը եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Խաչը չի անտեսում մեղքը, խաչը վճարում է դրա ամբողջ գինը։ Այստեղ շատ կարևոր է եւ ուզում եմ շեշտել, որ արդարությունը եւ սերը մի քիչ ռոմանտիկ է, բայց համբուրվում են։ Սիրելիներ, երբ այս տեսարանը տեսնում ես խաչի վրայի, այո, անպայման պիտի ասենք, որ Աստված արդար է եւ արդարությունը պահանջում է, որ մեղավորը կախվի փայտից, խաչվի։ Սակայն այս մեղավորը մեր մեղքն է իր մեջ կրում։ Արդարությամբ մեր մեղքը իր մեջ վերցնելով պատժվում է եւ ցույց տալիս իր մեծագույն սիրո օրինակը։ Եվ այստեղ է, որ Հովհաննես առաքյալը ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս սերն է, որ խաչի վրա է երևում։ Խաչը նաև Աստծո լռության ամենազոր խոսքն է։ Երբ Հիսուս կախված էր խաչից, ասում է երկինքը մտնեց եւ նա ասաց. Իմ Աստված, ինչու ինձ թողեցիր։ Սրանք դատարկ հուսահատության խոսքեր չեն, սիրելիներ։ Դրանք քիչ առաջ, երբ ընթերցում է կոչ պաշտամունքի մեջ այս Սաղմոսի գեղեցիկ հատվածը, այնտեղի աղաղակն է բարձրաձայնվում։ Դրանք ցույց են տալիս Աստված գիտի ամեն տեսակ լքվածություն։ Այս ասելով, բայց նա մեկն է, որ երբեք մեզ չի լքում։ Այն լքումը, որ ինքն ապրեց մեր համար, այն երբեք չի գործում։ Նա միշտ մեզ հետ է։ Եվ նա, երբ մեր կողքն է կամ մեր մեջ ու տեսնում է մեր կյանքը ու գիտի մեզ, շատ անգամ մենք նրան իր խոսքերով ենք ասում. այստեղ Աստված ինձ թողեց։ Ինչու ինձ թողեցիր, Տեր Աստված։ Ինչու։ Ինչու թողեցիր մեղքի համար, ինչու թողեցիր դառնության համար, ինչու թողեցիր սրա կամ նրա համար։ Այս լռության մեջ, երբ թվում է, թե երկինքը լռել է, Քրիստոսը դառնում է միջնորդը Աստծու եւ մարդու միջև։ Նա մեր փոխարեն զգում է դատապարտվածությունը, լքվածությունը ու մեռնելու ամբողջ վախը։
եւ մեզ երբեք չի թողնում։ Սա ոչ թե պարզապես մարդ է, որ մահանում է, սա Աստված է, որ անցնում է մահվան միջով մարդուն դեպի կյանք վերադարձնելու համար։ Խաչը սիրո վերջնական փաստն է։ Պողոսը գրում է Հռոմեացիների 5-րդ գլխի 8-րդ համարում ասելով. Աստված իր սերը մեզ հանդեպ ցույց տվեց, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Քրիստոս մեր համար մահացավ։ Երբ աշխարհը այն ժողովուրդը ասեցին, թե քեզ պետք չունենք, Աստված պատասխանեց. ես ձեզ սիրում եմ։ Եվ այս խոսքերն արտաբերեց։ Խաչի վրա սերը մերկացել էր։ Եվ բառացիորեն Հիսուսին հանվածրեցին, եւ ինչպես գիտեք, նրա հագուստի վրա անգամ խաղացին։ Նա ոչինչ չպահեց իրեն։ Ամեն ինչ տվեց։ Մինչև վերջին կաթիլ այրունը, մինչև վերջին շունչը։ Թանկագիներ, դրա համար է, որ նրա խոսքերը ամբողջությամբ սեր են պարունակում։ Դրա համար է, որ կարողանում է իրեն նկարագրելուց խոսել այնպես, որ իսկապես սիրո Տերը ինքն է։ Երբ մենք մի բան առաջ չենք լինում, չենք կարող մենք մեզ վերագրել։ Որքան էլ փորձենք վերագրել, միտեղ մեր սխալը ջրի երես պիտի դուրս գա։ ութունինը թվականն էր, մի փոքրիկ պատմություն ունեմ ձեզ պատմելու, երբ դպրոցահասակ տղա է, դասարանի հետ մեզ Մոսկվա տարան, հանգստանալու համար։ Եվ մեզ ինչ էր պետք, երջանիկ լինելու համար, ծնողական վերաբերմունքից, այսինքն խստությունից կամ աչքից հեռու, դպրոցի քո ընկերներով, քո այսպես լավ ժամանակը վայելելու առիթ եւ սկսեցինք Մոսկվայի մեջ փնտրել տեղեր շրջելու եւ մեր այդ դեռ ձվից նոր դուրս եկած կյանքերը այսպես ավելի մեծի տեսքով ներկայացնելու այսպես ժամանակ անցկացնել։ Տաքսի ենք վարձում, գնում տեղեր, որտեղ լսել ենք մեր մեծերից եւ մի օր ճանապարհին արկղով հիմա պիտի ասեմ, բայց այն ժամանակ չգիտեի ինչ է։ Նայում եմ դեղին, սիրուն, գեղեցիկ, ասում եմ, տեսնես ինչ Աստված իմ։ Մոտեցա, ասացի, ինչ արժի, ասաց կիլոգրամը թե արկղը, ասացի արկղը, այսպես դե դրամ կար ձեռքներիս, ասաց 22 ռուբլի։ Ասացի, ինչ լավ է, մենք ուզում ենք այս մի արկղը, բայց սպասում եմ, որ ինքը ասի, թե ինչ է։ Առնում եմ առանց իմանալու։ Ասաց, այս բանանները գիտեք, չէ, տաք տեղ պիտի չպահեք։ Ասի, ոնց չգիտեմ, բայց անգամ չգիտեմ, որ դա բանան է։ Եվ չէ լսել ու չէի տեսել, անկեղծ պիտի խոստովանեմ ձեզ։ Եվ երբ շարունակեց մարդը մեկ այլ հարցում տալու, որ ինչպես պիտի անեմ, սկսեցի կմկմալ, որովհետև չգիտեի։ Եվ սուտս բռնվեց, եւ չիմացածս ջրի երես ելավ։ Մարդը ասեց, եթե չգիտեիր, կհարցներ ամեն ինչ կասեի։ Ինչու եմ սա պատմում, սիրելիներ։ Երբ որ սիրուց ենք խոսում, երբ որ կյանք տալուց ենք խոսում, երբ որ սա նա բաներից ենք խոսում, եկեք մի պահ գնանք միտեղ, որտեղ ամեն ինչը ապրվել էր, ամեն ինչը տեղի էր ունեցել։ Ինչու եմ ասում ամեն ինչը, որովհետև հենց Հիսուս ինքը ասեց, ամեն բան կատարվեց, ամբողջությամբ սիրո փաթեթը պատրաստ էր։ Նա մինչև վերջ մեզ սիրեց։ Այդ մեկ կաթիլ այրունն անգամ ու շունչը անգամ մեզ տալով։
ուրեմն որքան լավ գիտի սիրո արժեքը սեր տվողը, որքան լավ գիտի մեզ սեր սովորացնողը, թե ինչ է սերը իրենից ենթադրում։ Մենք այսօր սիրային փոքրիկ բաներ ենք դրվագում, իրար քաղցրանուշ խոսքեր ենք փոխանցում, կարծելով թե սերն ամբողջությամբ դրանով հայտնեցինք։ Լավ ենք անում, բայց սիրո ուսուցիչը մեզ ավելին է սովորեցնում։ Խաչը մեկ այլ բանի տեղեր էր, սիրելիներ, այն հրավեր էր խոնարհության ու փրկության։ Խաչը չի պահանջում միայն հիացմունք, այն պահանջում է պատասխան։ Եթե Քրիստոսի հետ մեռանք, ապա նրա հետ կապրենք։ Խաչը մեզ ոչ միայն հաշտեցրեց Աստծո հետ, այն կոչ է անում մեռնել մեղքին, եսասիրությանը, հպարտությանը եւ ապրել նոր կյանքով։ Այն կոչ է անում, սիրելիներ։ Այն լուրջ չի, այն միայն չի վերաբերվում ու վերագրվում միայն Հիսուս Քրիստոսին։ Մենք չպիտի ասենք, որ այս խաչը միայն նրա համար էր, խաչվողը ու խաչելությունը միայն Քրիստոսի համար է, այնտեղից եկող մեզ դաս ունենք սովորելու։ Խաչը լուրջ չի, խաչը հրավեր է տեսնելու դրա վրայի խոնարհությունն ու փրկությունը, տեսնելու թե ինչպես զավակը ամբողջությամբ ենթարկվում է ծնողի կամքին։ Մի քիչ առաջ Գեթսեմանի պարտեզում երբ աղոթում էր, հորն ասում էր, եթե կարելի է, այս բաժակը հեռացրու ինձնից, բայց անմիջապես չնեղացնելով նրան ասում է, ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը։ Սա խոնարհության ու հեզության բացառիկությունն է։ Խոնարհության ու հեզության պատասխանը ճամփորդությունն էր դեպի Գողգոթա գագաթ կոչվող տեղը։ Խաչի վրա հանդարտությամբ պառկելը, գամերի ցավը մի կերպ շուրթերի մեջ պահելը, կամ էլ առանց հասկանալու բղավելը։ Սրանք սիրելիներ այդ խոնարհության, այդ հեզության օրինակի պատմությունն են։ Մենք որքան ենք խաչին նայելով խոնարհ ու հեզ, որքան ենք պատրաստ Տիրոջը կանգնելու ասելու, մենք էլ ուզում ենք քո կամքդ կատարել, ենթարկվել քեզ։ Հիսուսի խաչը չի մնում միայն Գողգոթայի վրա, այն դառնում է մեր սրտերի վրա գրված խորհուրդ։ Ամեն անգամ, երբ մերժում ենք մեղքը, ներում վիրավորողին, սեր դրսևորում անարժան մարդու հանդեպ, մենք ապրում ենք խաչի կյանքով։ Խաչի հեղինակը այդպես ապրեց։ Խաչի վրայի Տերը այդպես ապրեց։ Սիրելիներ, երբ խոսքերն աղքատանում են, խաչը խոսում է։ Այն մեզ հիշեցնում է, որ դու երբեք մենակ չես։ Քեզ համար մահով անցած Աստված կա։ Մենք խաչի այս իրողությանը նաև ուրախանալու տեսանկյունից ենք նայում եւ ուրախանում ենք, որովհետեւ գիտենք, թե այդ խաչը ավարտը չէր։ Այդ խաչը թաղումը 3 օր գերեզմանի մեջ մնալը հաղթվում է հարության հաղթանակով։ Մենք կիրակի առավոտ միմյանց պիտի այդ ուրախության ավետիսը տանք, որ ողջը մեռելների մեջ չէ։ Մի փնտրեք, նա հարություն է առել։
մեր խաչի տակ եղած արցունքները մաքրվում են, որովհետև գիտենք, թե ուրախությունը ճաշակելու ենք հարության ուրախությամբ։ Այսօր երբ նայում ենք խաչին, թող մեր պատասխանը լինի ոչ թե հեռու մնալ, այլ ծնկի գալ, խոնարհվել եւ ասել. Տեր, հիշիր ինձ քո թագավորությանդ մեջ։ Սա շատ կարևոր խոսքեր են, սիրելիներ։ Երբ նայում ենք նրա կողքը խաչված ավազակներին, տեսնում ենք մեկին, որ աշխարհի բնութագին ունի եւ մյուսին, որ ուզում է Տիրոջը գնալ, որ հասկանում է իր մեղքի ծանրությունը եւ մեզ օրինակ է տալիս։ Մեզ օրինակ է տալիս ու ասում է, թող այսօր քո պատասխանը ինձ լինի այս. Տեր, հիշիր ինձ քո թագավորությունում։ Մեր արձագանքը, մեր կյանքը ապրելու ընթացքը, սիրելիներ, թող այս պատասխանն ունենա։ Ամեն անգամ կարողանանք Տիրոջից խնդրել, որ հիշի նա մեզ իր արքայության մեջ, որովհետև խաչը պարտության մատնեց մահին, խաչը պարտության մատնեց աշխարհին եւ խաչը հաղթանակ է եւ թագավորության դուռը բացելու հաղթանակ։ Խաչից հետո բացվում է հարության ու կյանքի դուռը։ Եվ մենք այդ դռնից ներս մտածները պիտի լինենք ու վայելողները, եւ մի օր Տիրոջ առջև կանգնած նրա քաղցր հրավերքի ձայնը պիտի լսենք։ Ապրես, բարի ու հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Թող այսպես մեր կյանքերը այսօր հիշատակեն Տիրոջ խաչելությունը եւ մեր ուրախությունը լինի պատրաստվել Տիրոջ հարությանը։ Տերը օրհնի ձեզ։